Հայաստանի տնտեսության գերակա ճյուղն այսօր շարունակում է մնալ հանքարդյունաբերությունը։ Միայն Սյունիքի մարզում 3 այսպիսի խոշոր ձեռնարկություն կա՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, Կապանի լեռնահարստացման եւ ագարակի կոմբինատները։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ավանդաբար այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս անգամ հաջորդում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Հարկատուների ցանկում առաջատար դիրքերում հայտնվել է թռիչքային առաջընթաց է ընկերության համար։ Այս տարվա 3-րդ եռամսյակում հանքարդյունաբերական ընկերությունների շարքում Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2-րդ հորիզոնականում է, թե ինչպես հաջողվեց այս կարճ ժամանակահատվածում հասնել աննախադեպ արդյունքի, գլխավոր տնօրեն Դավիթ Դանելյանը պատկերը թվերով է ներկայացնում։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Կապանի լեռնահարստացման կոմբինատը 20 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը եւ երկրորդ տեղը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի խոշոր հարկատուների ցանկում։ Կցանկանայի նշել, որ թվերը միայն մի կողմ է, ավելի կարևոր է թե ինչ է դրա հիմքում։ 2024 թվականին ավելի քան 15 տարվա ընթացքում կոմբինատին հաջողվեց ամբողջովին ծածկել նախորդ տարիների կուտակված խոշոր պարտքը։ Կուտակած պարտքերից ձերբազատում, արտադրական ծավալների ընդլայնում, նոր աշխատատեղերի ստեղծում, Կապանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը ուղղում է մեջքը եւ ոտքի կանգնում։ Երբ խոսում ենք ծրագրերի մասին, պետք է Կապանի լեռնահարստացման կոմբինատը դիտարկել ոչ թե առանձին, այլ մեծ ընկերությունների խմբի մի մաս։ Այս ընկերությունները միասին իրականացնում են մեկ ռազմավարություն, որի նպատակը պարզ է՝ ուժեղ Սյունիք, հզոր Հայաստան։ Մեր համագործակցությունը Կապան համայնքի հետ շարունակում է կառուցողական մթնոլորտում։ Մեզ համար կարևոր է ինչպես մեր զարգացումը կոմբինատի, նաև համայնքի զարգացումը։ Վերջին 1.5 տարում Կապանի լեռնահարստացման կոմբինատը աշխատակիցների թիվը ավելացրել է 500-ով, հասցնելով 2000-ի, եւ սա դեռ ամենը չէ, եւս 300 աշխատատեղի հնարավորություն է ընձեռում կոմբինատը։ Կապանի լեռնահարստացման կոմբինատում արմատական փոփոխությունները մեկնարկել են 2023 թվականից՝ մեծածավալ ներդրումներ, կորպորատիվ նոր մշակույթ եւ երկարաժամկետ զարգացում։ Նախ պետք է ասեմ, որ հաջողության մեծ ազդեցություն է ունեցել ընդհանուր համաշխարհային շուկայի իրավիճակը։ Ինչպես գիտեք, վերջի 2 տարիներին ոսկու գները բավականին բարձրացել են։ Բացի արտաքին գործոններից, կցանկանայի նաև շեշտել մեր թիմի ջանքերը ու նախաձեռնությունը, որը եւս դրական ազդեցություն է ունեցել։ Մենք նաև վերազինել ենք կոմբինատի տեխնիկական պարկը ժամանակակից տեխնիկայով, նվազեցրել ենք ծախսերը, նորացրել ենք էներգոմատակարարման համակարգը, բարձրացրել աշխատանքի արտադրողականությունը եւ անվտանգության մակարդակը։ Երկրորդ աննախադեպ իրադարձությունը Կապանի կոմբինատի կյանքում արտադրական ծավալների ընդլայնումն է։ Նախագիծն արդեն իսկ ներկայացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությանը։ Մեր հիմնական նպատակներից է մեր հարստացուցիչ ֆաբրիկան լիարժեք իր հզորությամբ աշխատացնելն է, ներկայիս 600,000 տոննայի փոխարեն մինչև 1 միլիոն տոննա հանքաքար վերամշակելը։ Այստեղ նոր սարքավորումներ եւ վերակառուցումներ պետք չեն, ուղղակի ֆաբրիկան կանցնի նոր ռեժիմին։ Կարևորելով հանքարդյունաբերության դերը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Հովհաննիսյանն առանձնակի շեշտում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի զարգացման տեմպերը։ Նայի մեջ մոտավորապես 6-7% կազմում է հենց հանքարդյունաբերության մասը։ Զբաղվածության առումով 10,000 աշխատակիցներ, որոնք անմիջական աշխատում են հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ունենք նաև մուլտիպլիկատիվ էֆեկտի գործակից, ինչ որ ես ասում եմ, դա համաշխարհային բանկի տվյալների համաձայն մոտ 3.8 գործակիցն է, որը բավական բազմապատկելով կունենանք բավական մեծ թվով հանքարդյունաբերությունում աշխատող աշխատակիցներ։ Այն, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունը, Արմեն Հովհաննիսյանը վերահաստատում է։ Այն փաստը, որ 3-րդ եռամսյակում խոշոր հարկատուների ցուցակում Կապանի կոմբինատը 16-րդ տեղն է, ըստ որում երկրորդ հանքարդյունաբերական ձեռնարկությունը Զանգեզուրից հետո։ Պատկերացնում եք Զանգեզուրի հսկայական պաշարներով, արտադրական հզորությունով եւ միայն Կապանի կոմբինատը փոքր է համեմատած Զանգեզուրի, սակայն նա գտնվում է 16-րդ տեղում երկրի բյուջեի ապահովման հարկատուների ցանկում։ Դա հսկայական առաջընթաց է։
Կապանի լեռնահարստացման կոմբինատը իր հեռանկարային ծրագրերում բաց շահագործման եղանակը չի դիտարկում։ Ընկերությունը շարունակելու է ակտիվորեն զարգանալ, սոցիալ-տնտեսական աճ ապահովելով Հայաստանում, Սյունիքում եւ ազդագիր բնակավայրերում։